Սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ մի կարևոր թեմայի անդրադառնալ, որը կարծում եմ յուրաքանչյուրի դուռը կարող է թակել։ Խոսքը վերաբերում է վերջին շրջանում տարածված օնլայն խարդախությունների սխեմայի, այսպես ասենք, շղթայի մի բաղկացուցիչ հատվածի, որը անխուսափելիորեն իր մեծ դերն է ունենում այդ խարդախությունների ուրեմն ձևակերպման եւ վերջնակետի հասնելու գործընթացում։ Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ ֆինանսական հաստատությունների բանկերի կողմից իրականացվող ուրեմն գործառույթներին հաստատված փաստ է, որ խարդախություններից մեկի ժամանակ քաղաքացին ըստ էության գնացել է ուղղորդել են իրեն հեռախոսազանգով կոնկրետ բանկ, կոնկրետ մասնաճյուղ, կոնկրետ աշխատակցի մոտենալ սկզբունքորեն եւ ձևակերպել վարկ եւ որը ասեմ ձեզ, որ չի համապատասխանում իր եկամտին կամ գոնե ստուգման լրացուցիչ բաներ էր պահանջում, այսպես ասենք, քայլեր, ձևակերպել է վարկ, արագ կանխիկացրել են, առանց շատ հարցեր տալու, գրեթե հարց չտալով օնլայն են ձևակերպել այդ ամբողջը տոկոսադրույքի ծանուցման եւ այլնի վերաբերյալ պատշաճ նորմալ գործընթացները չեն իրականացրել, քաղաքացին կանխիկացրել, գնացել է կրիպտո փոխանակման կետ եւ ավարտել ըստ էության գործընթացը, փոխանցել այնտեղ, որտեղ չպետք է փոխանցել եւ կորցրել է այլ գումարը։ Հիմա մենք այստեղ ունենք բանկը որպես շղթայի մի բաղկացուցիչ մաս, որտեղ կան աշխատակիցներ, որոնց բարեվարկության հետ կապված ստուգումներ լրացուցիչ պետք է իրականացվեն վերջին շրջանում ահռելի տարածում գտած խարդախությունների ֆոնին։ Բանկային գաղտնիքի արտահոսման, այսինքն որովհետև դա վկայում է, որ որոշակի տեղեկատվություններ այդուհանդերձ տիրապետում են այն մարդիկ, ովքեր այս ամենի ետևում կանգնած են, այս ամբողջի հետ կապված խնդիրներ կան եւ սա նշանակում է, որ թե կարգավորող մարմինը եւ թե բանկերը պետք է կարողանան լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի քաղաքացու համար, որքան էլ որ սովորական քաղաքացիների համար շահագրգռվածություն կա, ավելի հեշտ առանց բյուրոկրատական քաշքշուկների անհրաժեշտության դեպքում գումարը վարկով ստանան, բայց սա բերում է մի կետի, որ մեկ դեպք չէ, երկու դեպք չէ, որ բազմաթիվ մարդիկ հայտնվում են միտեղ, որտեղ շատ արագ, շատ հեշտությամբ, ինչպես պետք է լիներ, ձեռք են բերում գումարներ ու հետո այդ գումարները փոխանցում խարդախներին։ Հետո սկսում են մեղավորների փնտրման գործընթացը, իսկ այդ գործընթացում ասեմ ձեզ, որ այս պայմաններում բանկերը անմասն լինել չեն կարող։ Հետևաբար ես հորդորում եմ նախ եւ առաջ զգոշ լինել, զգոն լինել քաղաքացիներին, բայց սա միայն քաղաքացիների զգոնության խնդիրը չէ, սա ինստիտուցիոնալ մոտեցում է պահանջում, հետևաբար կոչ եմ անում, որպեսզի պատկան մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն հատկապես համապատասխանության գործընթացներին, որոնք բանկերում պետք է տեղ գտնեն։ Եղեք տեղեկացված, եթե հարցեր ունեք, գրեք այս վիդեոյի ներքո։